Anthrouz կրթական հիմնադրամը արդեն երկրորդ տարին իրականացրեց այլագիր կոդավորման մրցույթը։ Ավելի քան 150 հայտից, որոնք ստացվել են Երևանի եւ Մարզերի 7-ից 12-րդ դասարանի դպրոցականների եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների կողմից առանձնացվել եւ վերջին փուլ են հասել 16-ը։ Աշակերտները ուսուցիչների մենթորությամբ ինտերակտիվ նախագծերի միջոցով առաջարկել են զանազան խնդիրների լուծումներ։ Մրցաշարի անցկացման գլխավոր հովանավորն Արարատ բանկն է։ Արարատ բանկի եւ Anthrouz կրթական հիմնադրամի համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2024 թվականին, երբ բանկը համագործակցել է հիմնադրամի հետ, իրականացնելով գիտահեն խմբակների ներդրում Հայաստանի 5 հանրակրթական դպրոցներում։ Ծրագիրը ներառել է 5 ճարտարագետ ուսուցիչների վերապատրաստումների իրականացում եւ նրանց խրախուսում մեկ ուսումնական տարվա շրջանակում։ Արարատ բանկի սոցիալական պատասխանատվության ծրագրերի պորտֆելում շուրջ 50%-ը կազմում են կրթական ծրագրերը։ Ունենք բազմազան ծրագրեր տարբեր հիմնադրամների եւ հասարակական կազմակերպությունների հետ։ Այսօր այն բիզնեսները, որոնք գործում են համայնքում, պարտավոր են ոչ միայն ծառայություններ մատուցել, այլ նաեւ իրենք արժեք ստեղծել։ Այս տեսանկյունից Արարատ բանկը դիրքավորվում է որպես սոցիալապես պատասխանատու կառույց։ Արարատ բանկը հետևողականորեն աջակցում է Հայաստանում կրթական նախաձեռնություններին։ Այս անգամ Արարատ բանկի ֆինանսավորմամբ կայացած այլագիր մրցույթը համատեղեց բոլոր այն աշակերտներին, որոնք սիրում են թվային լուծումներ առաջարկել ամենատարբեր սոցիալական ու համայնքային խնդիրներին։ Ամեն տարի մենք տեսնում ենք բավականին մեծ զարգացում եւ աճ աշակերտների շրջանում, իրենք փորձում են լուծել հիմնախնդիրներ, այսինքն վերցնում են նույն ՄԱԿ-ի կողմից սահմանված կայուն զարգացման հիմնախնդիրները կամ այս երկրում իրենց համայնքի հետ կապված որևիցե հիմնախնդիր եւ փորձում են այդ հիմնախնդրի համար լուծումներ գտնել եւ այստեղ ծրագրավորումը հանդես է գալիս ոչ թե նպատակ, այլ միջոց։ Մրցույթի հիմնական նպատակն է բացահայտել տաղանդներին, խրախուսել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին եւ ուսուցիչներին, նպաստել աշակերտների հետաքրքրության ավելացմանը մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաների նկատմամբ, խթանել երեխաների տրամաբանության եւ ստեղծագործ մտքի զարգացմանը։ Երկու նախագծում էլ օգտագործվել են Arduino սարքերը։ Մի նախագծում Arduino-ն ջրում է բույսը, ցույց է տալիս հողի եւ օդի խոնավությունները եւ մենք կարող ենք հեշտությամբ տնից դուրս գալ եւ բույսը սարքը թողնել միացված, նա իրենց ներկայացնում է ընդամենը 12 վոլտ ու վտանգ չի ներկայացնում իրենից, այսինքն հրդեհ կամ ինչ-որ խնդիրներ չեն առաջանում։ Եթե ապագայում մենք ստեղծենք այս սարքը, ինքը կպաշտպանի մեր լվացքը անձրևից, մեր քաղաքն էլ, քանի որ շատ խոնավ ու առատ տեղումներով քաղաք է, այդ պատճառով հենց այս սարքի միտքը եկավ։ Սա ուղղակի փոքր մակետն է, եւ երբ անձրևից հետո Arduino-ն չորանում է, նորից լվացքը հետ է գալիս։ Մրցույթին ներկայացվող գաղափարներն ու նախագծերը ոչ միայն թվային էին, այլև վերլուծական ու նորարար։ Մրցաշարն ամփոփվեց տոնական մրցանակաբաշխությամբ 3 անվանակարգերում՝ SNAP տվյալների տեսապատկերում եւ կանխատեսում, տվյալների տեսապատկերում եւ վերլուծություն եւ Python համակարգչային տեսողությամբ միջավայրի ավտոմատացում։ Յուրաքանչյուր անվանակարգում առանձնացվեցին հաղթող եւ խրախուսական նվերների արժանացած թիմեր։ Հաղթողները ստացան վերջին սերնդի համակարգիչներ, հատուկ ծրագրավորման համար նախատեսված։ Խրախուսական մրցանակները սմարթ պրոյեկտորներ էին։ Մրցույթի բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր, բրենդային փաթեթներ, էլեկտրոնիկայի Arduino փոքր հավաքածուներ, ականջակալներ եւ Python-ի հայերեն լեզվով գրքեր։ Հաղթող թիմերի ճարտարագետ ուսուցիչները ստացան նվեր քարտեր, տեխնիկա եւ սարքավորումներ գնելու նպատակով։